որոնք են հետագա քայլերը, հանրահավաքային պայքար է սա ենթադրում մարդկանց փողոց դուրս բերել։ Գիտեք, հետագա քայլերի մասին մենք իհարկե խոսենք, բայց այստեղ կարևորը այն հավատարմության հռչակագիրներ, որ բոլոր ստորագրող ուժերը ստորագրեցին, ասելով, որ մենք դեմ ենք, մենք մտնում ենք այս ոչի ճակատի մեջ եւ մենք ամեն ինչ անելու ենք, որ Սերժ Սարգսյանի բռնապետությունը ամրապնդող այս նոր սահմանության նախագիծը չանցնի, որովհետև դա իրականում սահմանադրական հանրակրվե չի, դա հանրակրվե է նրա մասին արդյոք Սերժ Սարգսյանը կշարունակի լինել բռնապետ Հայաստանում, թե չի շարունակի։ Սրա մասին է խոսքը։ Արդյոք Թալանը կշարունակվի, այս մենաշնորհացումը կշարունակվի, այս ռեժիմի այս, չգիտեմ, լկտի պահվածքը կշարունակվի, թե չէ։ Եթե վստահեցնում եմ, եթե մենք կարողանանք հակառակ ընտրակեղծիքների այս մեքենայի դիմադրությանը կարողանանք տապալել այս հանրակրվեն, դա մեկ թռիչք կլինի, մեծ թռիչք կլինի Հայաստանում ժողովրդավարություն հաստատելու գործում։ Եվ այսօր շատ կարևոր էր, որ մենք քաղաքական ուժերս, քաղաքական նախաձեռնությունները, հասարակական կազմակերպությունները, մենք բոլորս զինվորագրվեցինք այս գործի հաջողությանը։ Մենք բոլորս կանգնեցինք այս բռնապետությանը ոչ ասելու դրոշի տակ։ Բոլորս կանգնել ենք այդտեղ։ Հիմա երկրորդ հարցը։ Գիտեք, արդյոք համատեղ գործողություններ կլինեն, թե չէ։ Բնականաբար ջանքեր կլինեն այդ ուղղությամբ։ Եվ այստեղ գիտեք, ես կարծում եմ ոչ թե այնքան կարևոր է թե համատեղ բաներ կլինեն, թե չէ, վստահ եմ, որ ինչ որ բաներ կլինեն։ Կարևորը այն է, որ սա ինչ որ իմաստով շատ ապակենտրոն մի նախաձեռնություն է, որը ամբողջ ժողովրդի նախաձեռնությունն է։ Այսինքն մենք չենք էլ ուզում, որ լինի, ասենք, միասնական ինչ որ հրամանատարություն, որը լրիվ կանխորոշի պայքարի ձևերը, չգիտեմ, քարոզչության կարգախոսները, չգիտեմ, թռուցիկների ձևերը եւ այլն եւ այլն։ Սա պետք է դառնա ամբողջ ժողովրդի ստեղծագործության մի լաբորատորիա, եթե կուզեք, եւ շատ լավ կլինի, որ ժողովրդի ստեղծագործական պոտենցիալը ազատվի եւ իսկապես բոլորը լծվեն այս պայքարին, ամեն մեկը իր ոճով, ամեն մեկը իր պատկերացումներով։ Իսկ թե հետո մենք միասնական ինչ կանենք, դա արդեն կթելադրի մեզ պայքարի տրամաբանությունը։ Այսօր կատարվեց ամենակարևոր բանը եւ ես չեմ ցանկանում հիմա այս քայլից ավելի հեռու գնալ, որովհետեւ պետք չի ժամանակից առաջ ընկնել։ Կատարվել է ամենակարևոր բանը, կատարվել է քաղաքական ուժերի, քաղաքական նախաձեռնությունների եւ հասարակական կազմակերպությունների զինվորագրումը ոչի ճակատին։ Սա ամենակարևոր բան է։ Եկեք այսօր մենք շնորհավորենք մեր ժողովրդին, որ այս միասնությունը ստեղծվեց եւ կոչ անենք ժողովրդին, որ բոլորը ողջևորվեն այս քայլի հեռանկարով, որովհետեւ դա թույլ է տալիս ժողովրդին իսկապես կազմել դիմադրության շարժում այս ռեժիմին եւ հույս է արտնացնում, որ մենք Սերժ Սարգսյանին իր վարչախմբին ի վերջո կարող ենք հեռացնել իշխանությունից եւ Հայաստանում հաստատել ժողովրդավարություն։ Պարոն Զուրաբյան, այս փաստաթղթի տակ այսօր ստորագրել են քաղաքական տրամագծորեն տարբեր բևեռներում կանգնած ուժեր, որոնք ժամանակին անխնա քննադատել են միմյանց, օրինակ կարող ենք մենք առաջիկայում նույն հարթակում Պարույր Հայրիկյանին եւ ՀԱԿ-ին տեսնել։ Այն որ տարբեր ուժեր են ստորագրել, հաղթարելով հակասությունները, անցյալի առճակատումները, դա հենց այս քայլի հզորության ապացույցն է եւ դրա համար մենք պետք է ողջունենք նաեւ չեք անցկացնի այս կազմակերպության նախաձեռնության անդամներին, ովքեր իսկապես հայլուն աշխատանք արեցին, գոնե այս этаպում կարողացան արագ ձեռք բերելով հեղինակություն հանրային նպաստել նրան, որ փաստորեն մեծ հակասություններ ունեցող քաղաքական ուժերը համախմբվեն ոչի դրոշի տակ։ Մնացյալը թողենք ապագային։ Եվ գիտեք ինչ, ես չեմ կարծում, որ պետք է սրանով որոշվի, թե ով երբ ինչ մեսիջներով կհայտնվի հարթակում։ Միասին կլինեն այդ հանրահավաքները, առանձին կլինեն, դա մի բան է, որ պետք չէ կանխորոշել եւ ոչ էլ պետք է դրան ձգտել առանձնապես, որովհետեւ
այստեղ գլխավորը այն է, որ գտնվեն բոլորի կողմից առանձին կամ միասնաբար պայքարի ամենաարդյունավետ ձևերը։ Եթե որևէ քաղաքական ուժ առանձին կամ միասնաբար այլ քաղաքական ուժերի հետ կամ միասնաբար ամբողջ ճակատի հետ մի լումա ներդնի այս ոչի շարժման մեջ, այսինքն ժողովրդին քարոզելու, բացատրելու ամբողջ վտանգը այս այսպես կոչված ռեֆորմի եւ լուման ներդնի այս համանadrական արկածախնդրությունը տապալելու գործի մեջ, դրա համար կարելի է միայն ողջունել այդ մարդկանց։ Եկեք այդ գիտակցությամբ շարժվենք առաջ։ Հայ ազգային կոնգրեսը մերժում է բովանդակային քննարկումը սեղանին դրված այս փաստաթղթի, այնուամենայնիվ Վենետիկի հանձնաժողովը երկրորդ միջանկյալ զեկույցով երեք ողջունել է իշխանությունների պատրաստակամությունը երկրորդ փուլի այդ մասին այդ դրույթը տանել ընտրական օրենսգիրք, դուք սա համարում եք զիջում։ Նախ գիտեք ինչ, իհարկե եթե դրույթը իրանք համարում են վատ դրույթ, իհարկե ավելի լավ է, որ այդ դրույթը սահմանադրորեն չամրապնդվի, այլ գոնե արվի ընտրական բանով, այդ օրենսգրքով։ Բայց դա ինչ է փոխում։ Մեծ հաշվով։ Ինչ է դա փոխում։ Եթե ռեժիմը ուզենում է իր չար գործ անի եւ ստեղծի այդ երաշխավորված մեծամասնություն, եթե դա չի երաշխավորի սահմանությամբ, դա կերաշխավորվի ընտրական օրենսգրքով։ Մեկը իրանց չար գործ անել են, սա մեկ է միևնույն է, սա շատ վատ դրույթ է։ Եվ միևնույն է, խնդիրը մնում է, մենք գիտենք, թե իշխանությունը ինչ պլան է ուզում իրագործել։ Կանի դա սահմանադրությամբ կեղծումով, թե ընտրական օրենսգրքի ընդունումով իրանց կեղծված մեծամասնությամբ ազգային ժողովում, ժողովրդի համար ոչ մի տարբերություն չկա։ Այնպես որ բնական է մենք չենք կարող նույն հրճվանքով ինչ որ Վենետիկի հանձնաժողովը արել ողջունենք այդ փոփոխությունը, մենք կարծում ենք, որ իշխանության ծրագրի մեջ ոչ մի փոփոխություն չկա, ծրագիրը նույն չար ծրագիրն է, Սերժ Սարգսյանի ռեժիմի վերարտադրման ծրագիրն է եւ շարունակելու ենք նույն եռանդով պայքարել այդ ծրագրի իրականացման եւ այդ ծրագրի կազմակերպիչների դեմ։ Եվ պարոն Զուրաբյան, շեղվելով թեմայից, նաև ձեր գնահատական այս գիշեր Երևանում տեղի ունեցած իրադարձություններին երիտասարդների ցույցը ոստիկանական ուժի կիրառմամբ ցրվել է։ Գիտեք ինչ, դուք գիտեք, որ մենք ազատ հավաքների ամենաեռանդուն այդ սկզբունքի, այդ ժողովրդավարական ազատության ամենաեռանդուն կողմնակիցներից ենք, մենք վստահ ենք, որ այդ ցրելով ոչ մի հարց չի լուծվում։ Միևնույն է ժողովրդի բողոքը կա, միևնույն է պահանջները արդարացի են, միևնույն է ռեժիմը ոչ մի լուծում չի տվել այս էլեկտրական թալանի խնդրին եւ միևնույն է ամբողջ ժողովուրդը դրա դեմ ընդվզում է։ Այսօր կարողացան ցրել, վաղը չեն կարողանա ցրել, մենք շարունակում ենք մեր համերաշխությունը հայտնել ժողովրդի այս եւ կոնկրետ ոչ թալանի շարժման կամ նմանատիպ այլ շարժումների արդարացի պահանջներին։